Այս կիրակի Զատիկ է, քրիստոնեական ամենակարևոր ու խորհրդավոր տոներից մեկը։ Զատիկը շարժական տոն է, յուրաքանչյուր տարի օրը փոխվում է։ Հայ առաքելական Սուրբ եկեղեցին այն նշում է գարնան գիշերահավասարին հաջորդող լիալուսնի առաջին կիրակի օրը, որն ընկնում է մարտի 21-ից հետո մինչև ապրիլի 25-ը ընկած ժամանակահատվածի վրա։ Զատկի կամ հարության տոնի հետ կապված հոգևոր խորհուրդն է կարևորվում։ Արդեն պատրաստում ենք Զատիկին ու ոնց որ հայ ավանդությունում ընդունված է նույն ձևի պատրաստում ենք Զատիկին։ Իհարկե Զատիկին պատրաստվելը ունի իր միտքը, նշանակությունը։ Զատիկին պատրաստվելը դա միայն չի նշանակում, որ ասեն սեղանի վրա ձուկ դնենք այն ինչ որ կանաչի։ Զատիկի նշանակը դա միտեղ է կարելի ասել քրիստոնեական տոնը, դա այն տոնն է, երբ որ ասենք Հերյա ժողովուրդը Եգիպտոսի լծիտակից դուրս եկավ, այսինքն զատվեց, առանձնացավ ու դա վերաբերում է նաև մեզ, որ մենք էլ մեր մեղքերից, մեր գործած չարություններից զատվենք, հեռանանք ու ավելի մոտենանք Աստծուն։ Զատիկը հիմնականում նշանակում է դա, որ զատվել աշխարհից առանձնանալ Աստծու համար։ Նախապատրաստական աշխատանքներն ունեն ինչպես հոգևոր, այնպես էլ կենցաղային նշանակություն։ Պատրաստվում են ավանդական ուտեստներ, աղցաններ, ներկվում են ձվերը որպես նոր կյանքի եւ վերածննդի խորհրդանիշ։ Ոմանք Զատկի հետ կապված արդեն գնումներն սկսել են, մյուսները սպասում են վերջին օրվան, իսկ թոշակառուները թոշակին։ Լավ որ թոշակի չեմ ստացել, թոշակ ստանամ, այս ժամանակին է կարդակել։ 80 դրամ, 85 դրամ մեկցում, թանկացել է շատ։ Դա տնական չի, ֆաբրիկայի հանածուն առանց պեչատի բերում են բնում։ Կանաչների օր կամ մի քիչ շան, ասենք 150, 170, որ էլ կա 250, նայած ով ինչ գնի են բնում։ Սու եմ արել եւ всё։ Երեխեքը ստեղ չեն, ես մենակ եմ, ստեղ չեմ ապրի, չգիտեմ սա կյանքս։ Ձուկը ձեր կանաչի են ամեն ինչ, քանի որ նմանատիպ օրերին հատկապես Զատիկի հյուրեր են լինում, մենք ենք հյուր գնում, մեծ են գալի ու հիմնական հյուրասիրությունը լինում է կանաչին, ձուկը, չամչով փլավը եւ ինչու՞ չէ, գինի, կարմիր գինի ձուկը, ով ինչ կարում է այդ ամեն ինչի մեջ տեղավորի են էլ անում։ Հիմա նմագնային քաղաքականության ու մուժը ոնց պատմում ով ինչ կարում է այն էլ անում ժողովուրդ ջան։ Հաճելի կեղներ բոլորի սեղաններն առալ լիներ, լիքը լիներ ծփար։ Ու մարդիկ ոչ միայն սեղանամար հյուր գնային իրար, արև հյուր գնային իրար որպես քրիստոնյա ու շնորհավորային Զատիկի արդիվ։ Բայց այսօր մեր իրականությունն այլով մենք չենք կարացնք որ լրիվ տենց է։ Սովորական, որպես ոնց հայ ժողովուրդ։ Չի բանը բաժար։ Ուղղակի մենակ չեմ ուզում այդ ավանդականը, բայց նշեմ էլ մենակ։ Եթե ասենք պետք է առնեմ 3 կամ 4 հատ, ուրեմն 2 հատ կառնեմ այդ հողից։ Հասկացան։ Գուցե այնքան ինչքան որ ես ունեմ իմ խնայողության բանկում։ Այդքան բան։ Դե օրորի թանգանում է։ Բոլորի մեջ, բոլորի անխտիր կերպով բոլոր գների թանգա, բոլորը։ Գիտեք ինչ, թեթև ընտանիքների համար ասենք հնարավոր է մատչելի է գները, բայց եթե մարդը ծանրաբեռնված ընտանիք ունի, ասենք մի 3 երեխան ամուսիններ, նրանց համար բավականին ծանր է։ Գները օրի թանգանում է, սա ապրելակերպ չի, որ մեր ժողովրդի համար ստեղծվեց, սա կյանք չի։ Չէ, չեմ սկսում։ Բայց ինչի առնեմ, ուտողը ես չեմ, թողով ուտի նայլ առնեմ։ Զատիկը Հիսուս Քրիստոսի հարության տոնն է։ Տոնահանդեսն իրենից ներկայացնում է ժողովրդական եւ քրիստոնեական պաշտոնական հարության տոնի, ժողովրդական եւ եկեղեցական ծեսերի ու արարողությունների ամբողջություն։ Իսկ այս տարի պատարագից անմիջապես հետո Վանաձորի առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու բակում տեղի կունենա համերգային ծրագիր, զատկական երգերով եւ ավանդույթներով, ազգային պարերով ու խաղերով։ Աշխեն Սուքիասյան, Հայկ Վարդանյան, Թղթապանակ։